Ողջույն սիրունները, սկսում ենք նոր օր։ Սրանք նորություն եք տեղեիջում չկա, 12,000 Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Չնայած նրան, որ մի փոքր հիվանդացել էի, կոկորդս ահավոր ցավում էր մի քանի օր, այսօր համեմատած ավելի լավ եմ, բայց դա չի խանգարի, որ նոր վլոգ սկսենք, հատկապես որ եղանակը ահավոր լավն է, ահավոր պայծառ, տաք, արևոտ, ջերմ, աշնանային հավես եղանակ է ու բացի այդ ամեն ինչից այսօր իմ սիրելի Գյումրու, իմ սիրելի քաղաքի տոնն է, այո, այսօր Գյումրուս օրն է ու ես ու Անգելինան պատրաստվել ենք ու պետք է գնանք հրապարակ, քանի որ այսօր մանկապարտեզների հրաման կա քաղաքապետարանից, որ մանկապարտեզի ավագ խմբի երեխաները պետք է լինեն հրապարակում, չգիտեմ ինչ-որ միջոցառում կա, թե ինչ-որ միջոցառման պետք է մասնակցեն, հելյումով, փուչիկներով պետք է լինեն հրապարակում, դե քանի որ Անգելին ասել այս տարի ավարտական խմբում է գտնվում, ինքը եւս մասնակցելու է։ Հիմա դուրս եմ եկել, որ փուչիկը վերցնեմ, գնամ տուն ու արագ իջնենք հրապարակ, որովհետև արդեն ուշ է, 10:30 է արդեն, հույսով եմ շատ չենք ուշանա, այնպես որ ցանկացա վլոգը այստեղ սկսել, ողջունել ձեզ, որ հետո շարունակությունն ու ընթացքը ավելի հետաքրքիր ու սիրուն լինի։ Գիտեմ, որ քաղաքում շատ հետաքրքիր բաներ են կազմակերպել, տոնավաճառներ, ցուցահանդեսներ, այդ ամեն ինչը անպայման ևս կնկարեմ։ Սիրուններս, ինչպես տեսնում եք, ես փուչիկը վերցրել եմ, գնամ Անգելինային էլ վերցնեմ ու իջնենք հրապարակ։
սիրուններս մենք արդեն հրապարակում ենք ու այստեղ արդեն տեսնում եմ տարբեր մանկապարտեզներից հավաքված երեխաներին։ Հիմա նախ կգտնենք մեր խմբին, որից հետո տեսնենք ինչ ենք անելու, ինչ ենք անելու, ինչի ենք մասնակցելու, հետո երևի ես ու Անգելինաս մի փոքր քաղաքում կզբոսնենք ու կտեսնենք, թե այսօր ինչեր ենք կազմակերպել։ Անգել, ձեռով վերջ, հիմա գնանք գտնենք, ընթացքում անպայման կմիանանք։ Պայմանավորվել ենք, որպեսզի մեր խմբով հավաքվելու ենք ամենափրկիչի մոտ։ Հիմա գրեթե այդտեղ ենք, տեսնենք մերոնց որտեղից կգտնենք։ Միջոցառում է երեխեքի մասնակցության, որտեղ աղավնիներով սպիտակ փուչիկները բաց թողեցին դեպի երկինք։ Իսկ հիմա գնում ենք դեպի ամենափրկիչի հետնամաս, ինչ որ ցուցահանդես կա, տեսնենք ինչ է։
Սիրուններս մենք սրճարանից էլ ելանք, Անգելինաս մի լավ խաղաց, քանի որ այդ սրճարանը իր սիրելի սրճարաններից է, որտեղ կա մանկական խաղասրահ, որտեղ ինքը անսահմանափակ կարող է խաղալ ու ի զարմանս ինձ նաև կերավ են ամեն ինչը, ինչ որ պատվիրել էր։ Հիմա դուրս ենք եկել, մի փոքր էլ այս փողոցով քայլենք ու երևի կգնանք տուն։ Իրականում ուզում էի, որ Նինուլիկն էլ մեր հետ գար, բայց ինքը չեկավ, նախընտրեց մնա ու դասերն ավարտի։ Ու ինձ հիմա գրում է, որ եթե դասերս արդեն վերջացրել եմ, կարող ենք երեկոյան իջնել նորից հրապարակ համերգին, բայց իրականում ես նման համերգներից աշխատում եմ խուսափել նամավանդ փոքր երեխեքի հետ, չգիտեմ, համ կորելու հավանականությունն է մեծ, համ խմած մարդիկ են շատ լինում, համ վեճեր, կռիվներ են շատ լինում։ Դրա համար միշտ աշխատում եմ խուսափել նման համերգներից, եթե հիմա գնամ տուն ու կարողանամ համոզել Նինուլիկիս, որ այսօր չիջնենք հրապարակ, այլ դրա փոխարեն վաղը գանք, որ ինքն էլ կա, հա, վաղը իջնենք ու հանգիստ ֆրանկ մանկանք ու լավ ժամանակ անցկացնենք։ Իրականում ես առավոտ իրան ասեցի, որ եթե ուզում ես մեր հետ կարող ես գալ, բայց ինքը չուզեց, հիմա փոշմանել է ու 1 միլիոն անգամ արդեն ինձ զանգել է, թե որտեղ եք, երբ եք գալու եւ այլն։ Մի երա Անգել, արի, չի կարելի, մի երա։ Այդպես իսկ քաղաքը եռում է հյուրերով, լիքն է տուրիստներով, որը իհարկե շատ գովելի է ու որից է շատ ուրախանում եմ, որ քաղաքս ճանաչելի է դառնում ու քաղաքիս պատմությունը, մշակույթը շատ շատերին է ճանաչելի ու հայտնի դառնում։ Այդպես։ Ինչ կենես։
Պես որոշեցինք, որ պետք է մնանք նաև համերգին մասնակցենք, որովհետև Անգելինան կտրականապես հրաժարվում է տուն գնալուց, իսկ Նինուլիկս շատ է ուզում գալ հրապարակ ու մասնակցի համերգին, որովհետև իր սիրելի երգիչ երգչուհիներն են ելույթ ունենալու։ Դրա համար որոշեցինք մնալ, հիմա պապաս կբերի Նինուլիկին ու քրոջս։ Kom, Jezus tegen. Հարևս։ Ինչպես տեսնում եք, Նինուլն էլ միացավ մեզ։ Հիմա եկել ենք երկող շատրվանների մոտ։ Արդեն իսկ Անգելը հոգնել է, էլ ասեմ, տեսնենք ինչքան կկարողանանք մնալ։ Չես հոգնե։ Հաստատ։ Sirke gidiyor. Այս ամեն ինչ ավելի սիրուն ու հեքիաթային է երեկոյան, երբ մութ է ու վառվում են գույնավոր լույսերը։ Այնուամենայնիվ մենք որոշեցինք, որ պետք է գնանք տուն, որովհետև նախ եւ առաջ շատ հոգնած եմ, քանի որ առավոտվանից ես դրսում եմ, արդեն ժամը 6-ն է, ես դեռ տուն չեմ գնացել, չնայած նրան, որ Նինուլիկս եկավ ու ուզում էր համերգին մնար, բայց իմ աղջիկը հասկացավ ինձ ու հիմա գնում ենք տուն, բացի դրանից էլ հեռախոսից մարդկոց արդեն նստում են, ամենը 5% է մնացել ու այսքանով ուզում եմ ձեզ ասել մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, բաժանորդագրվեք մեր վլոգին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա վլոգները, որոնք էլ ավելի հետաքրքիր են լինելու։